Я не знаю, Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ Աֆել Արմենիա YouTube-յան ալիքի եթերում տրվում է հերթական խաղային օրվա 1 տարկու Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը 1 տարկացի Ատլետիկո Երևանն ընդդեմ Մանչեսթեր Սիթի այս մրցաշարի ամենակարևոր հանդիպումներից մեկն են թիմերը անցկացնում ու տեսնենք այս առնվազն 50 րոպեների ընթացքում ով կորոշվի Իհարկե Չեմպիոնների լիգայի 2026 թվականի հաղթողը առնվազն 50 րոպեների ընթացքում, քանի որ այս հանդիպումը իհարկե առանձնանում է նրանով, որ մենք դիտում ենք եզրափակիչ մեկ հանդիպում, որտեղ ոչ ոքի արդյունքի դեպքում իհարկե տեսնելու ենք 11 մեծանոց հարվածաշար։ Հիմա եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարությունների հետ ու սկսենք Ատլետիկո Երևանից, ում դարպասը պաշտպանում է Աշոտ Գասպարյանը համար 1, Հրանտ Գևորգյան համար 2, Տաճատ Ներսիսյան համար 4, Գոր Մարկարյան համար 5, Արման Ավդալյան համար 6, Թովմաս Սարգսյան համար 8, Թիմի ավակ Գագիկ Ակուլյան համար 9, Ռաֆայել Ազիզյան համար 11, Ալեքս Մանուչարյան համար 13, Գուրգեն Ռևազյան համար 18, Արտուր Ղանդիլյան համար 20 եւ Պահեստային դարպասապանն է Սևակ Գալստյանը համար 12, թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզոյանը։ Մանչեսթեր Սիթի Վայե Մուրադյանը պաշտպանում է դարպասը համար 1, Սիլա Բուբա համար 2, Ռոբերտ Խլղացյան համար 4, Արտաշես Արաքելյան համար 5, Ռաֆայել Ղարիբյան համար 8, Ալեն Սահակյան համար 9, Գարիկ Գիգոլյան համար 10, Արշակ Պողոսյան համար 14, Մանուկ Բուրադյան համար 11, Գերա Կոսենկով համար 17, Արտուր Ալավերձյան համար 44-ով թիմի ավակն է եւ Նարեկ Սարգսյան համար 77, թիմի գլխավոր մարզիչն է Անատոլի Գաբրիելյանը։ Ես իսկ նե թիմը Մանչեսթեր Սիթին այո իսկապես այս հանդիպումը իր հետաքրքրությամբ առանձնանալու է, քանի որ թիմերը այս երկարատև ամիսների պայքարից հետո այսօր պետք է որոշեն Չեմպիոնի անունը Ղանդիլյանն է գնդակով այստեղ Բուբան փակեց նրա ճանապարհը ու հիմա Սիթին հակագրող կարող է կազմակերպել, բայց գցեց այստեղ Սիթի հակագրողի տեմպը Բուբան, բայց շատ լավ էլ նկատեց աչեզում Արշակ Պողոսյանին, Պողոսյան մեկը փոխ դեպի Մուրադյանը, բայց չարվածեց Մուրադյանը, դանում է Բուբան ուշեղությամբ է ստացվում Բուբայի հարվածը առաջին այսպես ասած հարվածը առաջին վտանգավոր պահը տեսանք այս խաղում, որը ստեղծեց Մանչեսթեր Սիթին ու տեսնենք Ատլետիկոյի պատասխանը ինչպես է լինելու։ Ակուլյան Այո, թիմերը իսկապես բարդ ճանապարհ են անցել մինչև եզրափակիչ հասնելը, խմբային փուլը հաղթահարեցին երկուսն էլ երկրորդ հորիզոնականով Մանչեսթեր Սիթին հավասար միավորներ ունեցավ խմբային փուլում Վիլյարեալի հետ, բայց միմյանց միջև խաղերով պայմանավորված Սիթին խմբային փուլը հաղթահարեց երկրորդ հորիզոնականով, հետո արդեն մրցեց Լեռնային Արցախի դեմ 1-8-ում, որտեղ առաջին խաղում պարտվեց 5-4, բայց պատասխան խաղում 5-1 հաշվով տարավ հաղթանակ ու դուրս եկավ 1-4, որտեղ էլ արդեն ավելի ուժեղ գտնվեցին Սիթի ֆուտբոլիստները, ներողություն 1 հաղորդում անցավ Սիթին Լեռնային Արցախի արգելքը, հետո էլ արդեն կիսա եզրափակիչում հաղթահարեց Բորուսիա Մյունխեն-Գլադբախի արգելքը, այնտեղ առաջին խաղը բարդ ծածվեց Մանչեսթեր Սիթի համար 3-2 հաշվով ավարտվեց հանդիպումը, բայց պատասխան խաղում Սիթին մի քանի անգամ ավելի լավ տեսք ուներ ու 5 անպատասխան գնդակ ուղարկեց Գլադբախի դարպասը եւ այսպես դուրս եկավ եզրափակիչ, իսկ Ատլետիկո Երևանը խմբային փուլը նույնպես հաղթարեց երկրորդ հորիզոնականով, Ատլետիկոն 1 հաղորդում մրցեց Վիլյարեալի դեմ, որտեղ միայն հետխաղային հարվածաշարով կարողացավ Ատլետիկո Երևանը հաղթարել 1/4-ը, հետո դուրս եկավ կիսա եզրափակիչ Ատլետիկոն ու այնտեղ էլ արդեն աջապտյակից ուժեղ գտնվեց, առաջին խաղում հաղթեց 4-3 պատասխան հանդիպումն ավարտվեց 1-1 ու այդ 1 գնդակի տարբերությամբ Երևանի Ատլետիկոն նույնպես Զամբյուղի ձախ հատվածում զբաղեցեց եզրափակիչի ուղեգիրը ու տեսնենք այսօր այս երկու թիմերը, ովքեր իհարկե կրկնում եմ ամիսների պայքար են մղել եզրափակիչ հասնելու համար, պետք է այսօր փորձեն անել հնարավորինս, որպեսզի չեմպիոնական գավաթը այսօր խաղադաշտում վեր բարձրացնեն։ Եզից նետելու է Ատլետիկոն Սարգսյանն է կատարում եզրային նետումը Մանուչարյանի ուղղությամբ ու դեպի Սիթի Տուգանայինի մատույցներ, բայց Պողոսյանն առաջինն է արձագանքում գնդակին, Բուբա ու հեռացման փորձեր սա ավելի շատ, բայց Մուրադյանը պայքարում է այստեղ ամեն դեպքում միջամտում է գնդակի համար, Մարկարյանը կարողացավ հեռացնել ու ես իսկ նետի արդեն Մանչեսթեր Սիթին Կոսենկովը
կատարի եզրային նետումը։ Տեսնենք ինչ որոշում է կայացնելու Գերակոստենկովը։ Պողոսյանին ուղարկեց, ստացավ պատասխան փոխանցումը դեպի կենտրոն Մանուկ Մուրադյան։ Լավն էր փոխանցումը Բուբա Ալավերդյան պատխաղարկումը գեղեցիկ էր Բուբա բացված է եզրափակիչում հաշիվը Սիթին բացում է դիմակայության հաշիվը 1-0 Սիլա Բուբան 1-0 Սիթին բացում է հանդիպան հաշիվիչ գեղեցիկ պատխաղարկում կատարեց Բուբան Արտուր Ալավերդյանի հետ ու այսպես առանց շանս թողնելու հարվածեց Բուբան վերջում ու առաջին գնդակը արդեն ունենք հիմա տեսնենք Ատլետիկոն ինչ կփորձի անել բաց թողած գնդակից հետո իհարկե Սիթին շատ լավ օգտագործեցին հնարավորությունը մեկ վտանգավոր պա էինք միջև այս տեսել եւ կրկին հարվածային դիտքում էր հայտնվել Բուբան բայց հարվածը հաջող չէր ստացվել ու հիմա երկրորդ փորձից Բուբան գրավում է Գասպարյանի դարպասը բացելով դիմակայության հաշիվը Սիթին կրկին գնդակով է Խլղացյան դեպի Առաքելյանը կատարեց փոխանցում տեսնենք Առաքելյանի որոշումը երկար փոխանցում Մուրադյանի ուղղությամբ բայց Մարկայանը այստեղ պաշտպանության կենտրոնում վերահսկում էր իրավիճակը Թովմաս Սարգսյան գնդակը Ատլետիկոյի մոտ է Պողոսյանն է այստեղ պայքարում գնդակի համար ու հաջող խլում իրականացեց բայց ավելին անել այստեղ շտատվեց իսկ Մանուչարյանի փոխանցումը շատ լավ մտահղացում էր դեպի Ներսիսյանն էլ Ակուլյանին է ասացակում գնդակը Ատլետիկոն աչ եզրով է հիմա փորձում գրով կազմակերպել բայց շտատվեց այստեղ փոխանցում կատարել ու Ակուլյանը ստիպված եղավ իհարկե ավելի ձախ ուղարկել իրենից գնդակը որտեղ Մանուչարյանն է այո բարդ է հիշել իսկապես այս երկու ակումբներին երբ ենք մենք տեսել վերջին անգամ այսպիսի հայտարարություններով ներկա հանդիպանը այնքան վաղ ժամանակատվածում որ չենք էլ հիշում հիմա Ավդալյանն է հարվածում ու անկյունային վաստակում է Ատլետիկոն այստեղ փակվեց Արման Ավդալյանի հարվածի ճանապարհը շատ վտանգավոր հարված իսկապես ստացվելու եթե ընդհանուր դարպասի ուղղությամբ բայց Սիթի ֆուտբոլիստներից որևէ մեկը կանգ առավ այդ հարվածի ճանապարհին ու հիմա անկյունային տեսնենք ինչպես կիրականացնի Ատլետիկո Թովմաս Սարգսյանը պատրաստում է խաղարկել կամ գուցե փոխանցել գնդակը Տուգանայինի մատույցներ ոչ խաղարկեց Մանուչարյանի հետ դա արեց Մանուչարյանը բայց հարվածի տեսքով ու Մուրադյանը հեռացնում է գնդակը Բուբա դեպի առաջ Մուրադյանի ուղղությամբ այստեղ Գանդիլյանն է ճնշում թիկունքից բայց շատ լավ Մուրադյանը շրջվեց ու փոխանցեց պարզապես մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ Մուրադյանի կատարած փոխանցում ու հիմա Ատլետիկո խորքից շարժվում է առաջ Ալեքս Մանուչարյան դեպի Ակուլյան ուղարկեց գնդակը կենտրոնում շատ լավ է իսկապես Ակուլյանը զգում իրեն այսօր շատ հետաքրքիր այսպես ասած փոքրիկ դիմակայության ականատեսը կլինենք Ակուլյան Ալավերդյան այստեղ պայքարը կընթանա դաշտի միջին հատվածում այո երկուսն էլ նույն դիրքում են հանդես գալիս տարբեր ակումբների կազմում ու տեսնենք այսօր ինչպեսի պայքար կառաջարկեն միմյանց Մուրադյան Միայնակ է այստեղ Մուրադյանը, բայց եթե անցներ Մարկայանին, ապա կարող էր եզրափակել այս դրվագը, հենց ինքը իհարկե այստեղ արդեն որևէ խաղընկերի կարիք չուներ Մուրադյանը, եթե ստացվեր անցումը, ապա ամեն ինչ իդեալական կլիներ, բայց Մարկայանը շատ վստահ պաշտպանվեց այս իրավիճակում։ Ավդալյան դեպի Սարգսյանն է ուղարկում գնդակը, Սարգսյանն էլ հարվածեց ու Վայե Մուրադյանն է հեռացնում գնդակը, Ներսիսյան չի հավատվել Ատլետիկոյի գրո, թողեց Մանուչարյանին, դա արեց Մանուչարյանը ու մի փոքր բարձր է ստացվում ու այլ Ալեքս Մանուչարյանի կատարված հարված այո տեսեք որքան բարձր է հանդիպան տեմպը հենց մեկ տարկում իհարկե դա միայն ու միայն այն պատճառով որ արդեն ունենք խփված գնդակ իհարկե սա հասարակ գնդակ չէ եզրափակիչում մեկ գնդակ իհարկե այս թիմերի միջև կարող է որոշիչ լինել ու դա միայն ու միայն այս պահից սկսած եւ միջև այս պահ խփած գնդակից հետո իհարկե բարձրացնելու է հանդիպան տեմպը Վայե Մուրադյան երկար փոխանցում առաջ բայց այստեղ այո անկյունային վաստակեց Մանչեսթեր Սիթին Գասպարյանը ապահովության համար հեռացեց գնդակ ու տեսնենք անկյունայինի խաղարկումը ինչ կտա արդեն Մանչեսթեր Սիթի ֆուտբոլիստերին Արշակ Պողոսյանն է պատրաստվում իրականացնել անկյունայինը խաղարկեց Ալավերդյանի հետ գնդակը ստացավ նրանից փոխանցում ու տեսնենք ինչ որոշում կայացնի, բայց կորցրեց գնդակ ու հետո էլ ստիպված եղավ այո խախտել խաղի կանոնները այս իրավիճակում Թովմաս Սարգսյանի դեմ պայքարում եւ գնդակը կլինի արդեն Ատլետիկո Երևանինը Մարկադյանը խաղարկի ստանդարտը Մանուչարյանի հետ է դա անում
ու արդեն Մանուչարյանն էլ գնդակը տեղափոխեց Ղանդիլյանի ուղղությամբ, բայց Բուբան առաջինն էր, Ակուլյանն է հիմա արագություն զարգացնում, բայց Խլղացյանը այստեղ լավ դուրս եկավ իր դիրքից ու հեռացեց գնդակը եզից կնետի Երևանի Ատլետիկոն։ Թոմաս Սարգսյան դեպի Մարկարյանը, Մարկարյանն էլ ավելացեց գնդակի ընթացքը, բայց այստեղ արդեն Ակուլյանին այդքան հեշտությամբ բաժին չհասավ գնդակը, Առաքելյանը ամեն դեպքում միջամտեց, Արշակ Պողոսյան դեպի կենտրոն, դեպի Ալավերդյանը, բայց Մանուչարյանը հասցրեց այստեղ փակել գնդակի ճանապարհը, Բուբան շատ լավ այստեղ շահեց դիրքը Բուբան, բայց արդյոք չկար խաղի կանոնների խախտում, մրցավարը ոչինչ չի տեսել, գրովում է Manchester City-ն ձախ եզրով Բուբա դեպի կենտրոն, բայց այստեղ չկար ոչ ոք ու հիմա արդեն դադարեցնում է մրցավարը հանդիպումը, տեսնենք ինչ պատեց Գագիկ Ակուլյանին, Բուբայի հետ պայքարում կարծես հարված ստացավ Ակուլյանը։ Ու հիմա ուսանք, որ Ակուլյանի հետ ամեն ինչ կարգին կլինի, նա կարողանա շարունակել այս հանդիպումը, եթե հիմա ստանա վնասված ու չկարողանա այս դիմակայությունը շարունակել Գագիկ Ակուլյանը, դա իհարկե այդ կորուստի մասին իհարկե չեմ խոսում արդեն, ինքներդ լավ հասկանում եք ինչ կկատարվի Ատլետիկոյի համար, բայց Ակուլյանը կանգնեց ոտքի, Ակուլյանը կշարունակի այո հանդիպումը։ Ու հիմա արդեն մրցավարը գնդակը հանձնում է Ատլետիկոյի ֆուտբոլիստերին Ալեքս Մանուչարյան դեպի Գևորգյան ուղարկեց գնդակը, այո, վարքյաններ առաջ տեղի ունեցավ փոփոխություն, Ղանդիլյանի փոխարեն Հրանտ Գևորգյանը մտավ խաղադաշտ Ատլետիկոյի կազմում ու առաջին հպումն է կատարում գնդակին Ներսիսյան դեպի Մանուչարյանը, Մանուչարյան կրկին Գևորգյանին հասցեակեց, հերվից հարվածի փորձ ու այստեղ վերջում այո Ավդալյանից հենց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, կարծում եմ չէր սպասում, որ Գևորգյանի սա փոխանցում չէր, միանշանակ հարված էր Գևորգյանի կատարմամբ, այո կհասցի վերջում իրեն, Ավդալյանը ամեն դեպքում չհավատաց այդ ամենին ու այս իրավիճակում կարելի ասել որևէ մասով իհարկե իզուր չհավատաց, եթե արձագանքել գնդակին Ավդալյանը կարող է արդեն հարված կատարել դարպասի ուղղությամբ, հիմա Թոմաս Սարգսյանն է խախտել կարծես խաղի կանոնները։ Դա նախորդ դրվագի համար սուլեց մրցավարը, ամենայն դեպս երկու դրվագում էլ գնդակը Սիթին է լինելու, ստանդարտ է իրականացնելու Մանչեսթեր Սիթին ու Ռոբերտ Խլղացյանն է տեղադրել գնդակը։ Տեսնենք հարված կհետևի թե փոխանցով, այստեղից իհարկե հեռու է մի փոքր դիրքը, բայց Խլղացյանի համար նման տարածությունները շատ հարմար են հարվածի համար, այդպես էլ արեց ու մի փոքր շեղությամբ այստեղ ստացվեց Խլղացյանի հարված, իհարկե հասկանալի է, փորձեց հեռավոր անկյունը գրավել ու իհարկե տարածությունը հասկանալի է, դա թույլ չտվեց Ալեքս Մանուչարյան, շատ լավ փոխանցում Աչեզր Գևորգյանի ուղղությամբ, թողեց Գևորգյանն էլ Մանուչարյանին, կրկին Բուբանը այստեղ միջամտում պայքարին, բայց շատ արագ էլ Մանուչարյանը տեղաշարժվեց ու ազատվեց Բուբայի վերահսկողությունից Տաճատ Ներսիսյան կամ Մարկարյանի տարբերակը, բայց ամենաճիշտ փոխանցումն է այստեղ կատարում Ալեքս Մանուչարյանի ուղղությամբ Ներսիսյանը գրոհում է Ատլետիկոն Սարգսյանի հետ պատխաղարկում, բայց Սարգսյանի փոխանցումը дեպի Մանուչարյանը ուժեղ ստացվեց ու Վահե Մուրադյանը կսկսի դարպասից План твой, когда твой игрок уходит, не иди за ним. А кто? Подскажи Рому, не иди. Сам останься на плане. Կա, մրցավարի սուրիչը պետք է շարունակվի հիմա հանդիպումը, Մուրադյանը ուժեղ փոխանցում է կատարում առաջ դեպի Գերա Կոստենկովն էլ այստեղ հարված էր իհարկե կատարում, չնստեց այսպես կարելի է անվանել այս դրվագը գնդակը Գերա Կոստենկովի գլխին ու հարվածը լավ չստացվեց, հիմա էլ Խլղացյանը լավ դուրս եկավ իր դիրքից ու հեռացեց գնդակը եւ նետեց եսից Ատլետիկոն, բայց արագել կորցրին Ատլետիկոյի ֆուտբոլիստերը Արտուր Ալավերդյան դեպի աջ ուղարկում գնդակը Կոստենկովի ուղղությամբ ու փորձում է հիմա Սիթին նորից գրոյի անցնել, բայց Մարկարյանը դա թույլ չտվեց, հիմա էլ Ատլետիկոյի պատասխանը Թոմաս Սարգսյանը հերվից փորձ ու Կոստենկովը կանգնեց գնդակի ճանապարհին ու եսից է նետելու այո Ատլետիկոն ոչ թե անկյունային է նշանակել մրցավարը, եզրային նետում հիմա կիրականացնի Ատլետիկոն Սարգսյանն է նետում եսից Մանուչարյան
ու Կոստենկով այստեղ հեռացեց, այո, գնդակը Ներսիսյանն է պաշտպանության կենտրոնում, բայց սխալ այստեղ ու Պողոսյան Ակուլյան պայքարն են տեսնում, բայց Ակուլյանը մնաց գնդակով, լավն էր փոխանցումը Թովմաս Սարգսյան դեպի Ավդալյան ու չնստեց գնդակը Ավդալյանի ոտքին, սա ամենաիրատեսական հնարավորությունները այս խաղում Ատլետիկոյի համար հաշիվը հավասարեցնելու, բայց Թովմաս Սարգսյանի փոխանցումից հետո Ավդալյանի հարվածը չստացվեց։ Ու Վահե Մուրադյանը կսկսի դարպասից երկար փոխանցում կրկին նույն ոճով ու այստեղ էլ հարված դարպասից, այո, հենց Մանուկ Մուրադյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, Մարկարյանը առանց այն էլ լավ էր դիրքավորված ու կարողացավ այստեղ վերահսկել իրավիճակը, Գասպարյանը տեղադրեց գնդակը խաղարկեց Մարկարյանի հետ, այո, Ատլետիկոյի համար մեկ խնդիր այս խաղում արագ հանդիպան հաշիվը վերականգնելն է, այո, միջև ընդմիջման գնալ, եթե կարողանա Ատլետիկոն խփի պատասխան գնդակ, ապա մենք այլ հանդիպում կտեսնենք, եթե Սիթին խփի երկրորդը, ապա դա ամբողջովին կփոխի իհարկե Ատլետիկոյի սցենարը այս հանդիպան համար Գևորգյան դեպի Ակուլյան ուղարկեց գնդակը, Ակուլյանն էլ դեպի իրենից ավելի ձախ, որտեղ նորից Մանուչյանն է տեղակայված Գևորգյանին հասցեակեց, գուցե հեռվից փորձի Գևորգյանը ոչ, այստեղ լավ չընդունեց գնդակը այդպես պատճառով չհարվածեց Ակուլյանի փորձը, բայց թույլ ստացվեց Ակուլյանի կատարած հարված ու դարպասից կրկին կսկսի Մանչեսթեր Սիթին Այո, հիմա իհարկե չի շտապում Սիթին, դա հասկանալի է Մուրադյան Եվս մեկ նույն ոճի փոխանցում ու Սարգսյանը այստեղ հասցրեց, այո, հեռացել գնդակը Մուրադյանն էլ պահեց, այո, գնդակը դաշտի սահմաններում ուղարկեց Կոստենկովին, ով ավելի լավ դիրքում էր, բայց Կոստենկովի փոխանցումը շատ ուժեղ է ստացվում այստեղ եւ եսից նետելու է Ատլետիկոն Գևորգյան դեպի Ակուլյան, այո, հիմա արդեն երևում է Ատլետիկոն իհարկե ցանկանում է շատ գրոններ իրականացնել, փորձել որքան հնարավոր է շուտ հանդիպան հաշիվը հավասարեցնել, քանի որ իհարկե որքան այսպես ասած ընդհանուր ժամանակ այնքան ավելի է բարդանալու ոչ թե Ատլետիկոյի խնդիր, այլ ցանկացած թիմի համար խնդրի եզրափակիչում եւ լինում են պարտվելից դա ավելորդ լարվածություն է իհարկե միայն առաջացնում Մարկարյան նորից Ակուլյանին հասցեակեց գնդակը դեպի ավելի աջ Գևորգյան Ավդալյանի ուղղությամբ կատարեց փոխանցում ու այստեղ դուրս եկավ այո Բուբայի հեռացման փորձից հետո գնդակը դաշտի սահմաններից եւ անկյունային է վաստակում Ատլետիկոն դա եզրային է ոչ անկյունային է նշանակել մրցավարը ու տեսնենք արդեն անկյունային է միշտ Ատլետիկոին կրկին խաղարկում Գևորգյանի ու Մանուչյանի միջև հրանտ Գևորգյան բայց այո Բուբան այստեղ խանգարեց ու Եզրից, այո, նետելու է Ատլետիկոն, Բուբայից է գնդակը դուրս եկել դաշտի սահմաններից, Ակուլյան Պայել է, այո, գնդակը Ակուլյանը դաշտի սահմաններում Կա փոխանցում ու այստեղ Արաքելյանը մի փոքր հեռացեց, գնդակը Ալեքս Մանուչյան ու կրկին Արաքելյանն է կանգնում, այո, գնդակի ճանապարհին Գոր Մարկարյան Եվ եսից, այո, կնետի Ատլետիկոն, այստեղ Արշակ Պողոսյանը կանգնեց փոխանցման ճանապարհին Մարկարյանին Ավդալյան ու ինչ է նշանակում մրցավարը, այո, հենց Ավդալյանից էլ գնդակը դուրս եկավ այստեղ դաշտի սահմաններից եւ Սիթին նորից սկսում է դարպասից Արաքելյան դեպի Կոստենկովը շատ լավ փոխանցում հետևեց Կոստենկովից դեպի Պողոսյանը, բայց այստեղ Ակուլյանը փորձեց խլել գնդակը չստացվեց, հետո էլ Պողոսյանը արդեն ավելի ապահով գործեց Մուրադյան թողնում է Ալավերդյանին գնդակը ու դեպի ձախ որտեղ Բուբան է Առանց նայելու այստեղ Բուբան փոխանցեց ու Ներսիսյանը հեռացեց Մանուկյանի ոտքերի առջևից գնդակը հիմա էլ արդեն հակառակ եզից կլինի եզրային նետում, որը կիրականացնի այս դեպքում արդեն Մանչեսթեր Սիթին Մուրադյան ու այո, արդեն Բուբան սխալ եզրային նետում իրականացեց, գնդակը կլինի Ատլետիկոյի մոտ, արդեն Ատլետիկոն կնետի եզից Ակուլյան Դեպի կենտրոն, բայց Ալավերդյանը փակեց գնդակի ճանապարհը, հիմա էլ այդ փոխանցում դեպի Արաքելյանի ուղղությամբ
Ու այստեղ այո, պարզապես հեռացեց Արաքելյանը, գնդակը շատ ճիշտ վարվեց, քանի որ ցանկացած իրավիճակում սխալվելը կարող է բարդ խնդրի առջև դնել Մանչեսթեր Սիթին։ Արաքելյան կրկին առաջինի արձագանքում գնդակին ու սա խաղի կանոնների խախտում էր Ալդալյանի կողմից միանշանակ իհարկե համաձայն են մրցավարի հետ խախտեց Ալդալյանը խաղի կանոնները։ Ու Խելքացյանը կրկին գնդակի մոտ է նա կսկսի ստանդարտի խաղարկումը Սիթիի ֆուտբոլիստների համար։ Տեսնենք ինչ է որոշել Խելքացյանը, բարձից փոխանցում Մուրադյան ու այստեղ դիպավ արդյոք գնդակին Մուրադյանը, թե ոչ հստակ չեմ կարող ասել, բայց դարպասածողին դիպավ գնդակը, այո, դա այս իրավիճակում օգնեց Ատլետիկոյի ֆուտբոլիստերին, ճիշտ է հարված չէր կատարել Խելքացյանը, բայց ամեն դեպքում նույնիսկ փոխանցումը բավական մեծ վտանգ ներկայացրեց իրենից Գագիկ Ակուլյան։ Պողոսյանն այստեղ էլ ավելի շուտ արձագանքում գնդակին ու վաստակում անկյունային հարվածի հնարավորություն Սիթիի համար, այո, հենց Ակուլյանից էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, բայց հիմա մինչ անկյունայինը տեսնենք ինչ է պատահել Ակուլյանին։ Մուրադյանն է գնդակի մոտ, տեսնենք անկյունայինի խաղարկումը ինչ կտա Մանչեսթեր Սիթին։ Կա մրցավարի Սուրիչը, ծածից փոխանցում հետևեց Պողոսյանին, սա իհարկե խաղարկում էր, բայց Գևորգյանը դա կռահեց ու հետո էլ արդեն Արշակ Պողոսյանը խախտեց այո խաղի կանոնները Գևորգյանի դեմ պայքարում եւ գնդակը կլինի Ատլետիկոյինը։ Ներսիսյան ծածից փոխանցում, սխալ փոխանցում, բայց Մուրադյանն էլ այստեղ մի փոքր աննոճող, այսպես ասած, փոխանցեց, քանի որ չէր սպասում, որ նման սխալ փոխանցում կհետևի, իսկ այստեղ Գևորգյանից է գնդակը լքում դաշտի սահմանները ու հիմա արդեն գնդակը լինելու է Մանչեսթեր Սիթին, այո, իսկապես հիմա երևում է Սիթին չի շտապում, Սիթին փորձում է խաղակեսը ավարտին հասցնել ու պայել այս նվազագույն հաշիվը միջև ընդմիջում, դա իհարկե այս մեկ գնդակը կարող է նույնիսկ չեմպիոնական լինել ցանկացած եզրափակիչում, ճիշտ է Ատլետիկոյի դեմ խաղերում մեկ գնդակը դեռ ոչինչ չէ, բայց սա իհարկե որ եզրափակիչ է, իսկ այստեղ խաղի կանոնների խախտում կար հարձակվող թիմի կողմից, այո, Գերակոսենկովն է խախտել խաղի կանոնները։ Ու Մարկայանը կրկին խաղարկում է գնդակը դեպի իրենից ավելի աջ Գևորգյան։ Դեպի Ներսիսյանը առաջացավ Ներսիսյանը այստեղ հարվածեց նույնիսկ, բայց Արտուր Ալավերդյանը կանգնեց գնդակի ճանապարհին, հիմա էլ ձախ եզրով է Ատլետիկոն փորձում ճեղքել Սիթի պաշտպանությունը, Մանուչարյան գնդակի տեղափոխություն, բայց ուժեղ էր այս փոխանցում ու այո նորից Մանչեսթեր Սիթի համար ընթացավ կարելի ասել այս փոխանցումը Սիթի համար ավելի ցանկալի, այսպես ասեմ, քանի որ Ատլետիկոյի գրոջ ստացվեց ու կրկին Սիթիի մոտ կլինի գնդակը եզրից, այս անգամ Մանչեսթեր Սիթին կնետի։ Մուրադյան Խելքացյանին է ուղարկում գնդակը դեպի կենտրոն, որտեղ Պողոսյանն է մեկ հպումով դեպի Բուբան, բայց արդյունքում կորցրեց Սիթին այս իրավիճակում գնդակը։ Այո, հիմա արդեն շտապողականությունը մի փոքր իր գործը կատարում է խաղադաշտում, ճիշտ է դեռ մի ամբողջական առնվազն 25 րոպեներ մենք երկրորդ խաղակեսում ենք ունենալու, գումարած դրան դեռ առաջի կեսի ավարտին էլ մի քանի րոպե կա։ Ու դա իհարկե բավականաչափ ժամանակ է երկու թիմերի համար, Սարգսյան գեղեցիկ գործողություն այստեղ, բայց Կոստենկովը կռահեց այդ ամենը ու հետո ինքն էլ շատ հաջող կանգնեց մրցակցի ճանապարհին Մարկարյան, Մուրադյանն է այստեղ էլ պայքարում ու խլում իրականացնում, բայց Սարգսյանը հետո ընկավ, հայտնվեց Մուրադյանի ճանապարհին եւ հետո էլ Մուրադյանը խախտեց այո խաղի կանոնները։
Խաղարկում է ներսիսյանը գնդակը Մարկարյանի հետ երկար փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց Մուրադյանը այստեղ դուրս եկավ դարպասից, չֆիքսեց առաջին հնարավորությունից, բայց հետո արդեն Եգոր դրվագում առանց խնդիրների վերցեց գնդակը ուղարկում է գնդակը Խլղացյանի ուղղությամբ, այո ցույց տվեց երկար փոխանցում, բայց չկատարեց Վահե Մուրադյանը, կրկին Մուրադյան ու հիմա ստացվեց հեռացնել Մուրադյանի մոտ գնդակը Մանուկ Մուրադյան դեպի Կոստենկովը Կրկին ստացավ Մուրադյանը գնդակը Աչեզրով է հիմա էլ գրոյի անցնում Սիթին բայց չկան տարբերակներ ստիպված արկելակեց Մուրադյանը ու հիմա գնդակը տեղափոխեց Բուբայի ուղղությամբ Բուբա դեպի Խլղացյանը խաղարկում է Սիթին առաջում գնդակը Ալավերդյանն ու Ակուլյանն է այստեղ կանգնում գնդակի ճանապարհին բայց չի հեռանում գնդակը Ատլետիկոյի Տուգանայինի մատույցներից Ալավերդյանը ու մի փոքր շեղությամբ ստացվեց հիմա էլ Ալավերդյանի կատարած հարվածի փորձը այո շատ լավ այստեղ հարվածային հնարավորություն ստացավ Արտուր Ալավերդյանը, բայց նստեց գնդակը նրա ոտքին Ակուլյան Գևորգյան ու հասրեց փոխանցել Գևորգյանը, բայց այո, խաղի կանոնների խախտում տեղի է ունեցել Գևորգյանի դեմ պայքարում խաղարկում է Ատլետիկոն արագ գնդակը Մանուչարյան Վերջին րոպեները խաղակեսի ու տեսնենք դա ինչ կտա առաջին հերթին Ատլետիկոյի ներմից հարված ու Մարկարյանի կողմից, բայց բրավո Վահե Մուրադյանին շատ լավ սեյվ կատարեց Մուրադյանը ու հեռացրեց գնդակը այո ամենավտանգավոր հարվածն էր սա իհարկե Սիթի դարպասի ուղղությամբ այս խաղում, որը կատարեց Գոռ Մարկարյանը հեռվից բայց այստեղ Վահե Մուրադյանը շատ ճիշտ դիրք զբաղեցրեց ու հեռացրեց գնդակը Գևորգյան Դեպի կենտրոն ուղարկեց Ալեքս Մանուչարյանի, բայց բարձից փոխանցում ու Վահե Մուրադյանը կրկին հեռացնում է գնդակը Գևորգյան մի փոքր լավ չընդունեց, բայց հետո պայեց գնդակը Ատլետիկոյի համար Ալեքս Մանուչարյան դեպի Մարկարյանը, բայց վերջ խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է, թույլ չտվեց մրցավարը նույնիսկ Ատլետիկոն այս գրոհը իրականացնի 1-0 առայժմ Բուբայի խփած գնդակի շնորհիվ հաղթում է Սիթին առաջի խաղակեսում, կարճ դադար, որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլասերներ մեկնարկում է Սիթին ընդդեմ Ատլետիկոյի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի խաղակեսից հետո հիշեցնեմ առայժմ Սիլա Բուբայի խփած գնդակի շնորհիվ 1-0 հաշվով հաղթում է Մանչեսթեր Սիթին Ատլետիկոյին հիմա նորից անմիջապես Սիթին անցավ գրոյի ու առաջին անկյունային է վաստակում Մանչեսթեր Սիթի երկրորդ խաղակեսում Այո շատ հետաքրքիր առաջի խաղակես ունեցանք այնտեղ մի քանի հնարավորություններ ունեցան թե Ատլետիկոն, թե Մանչեսթեր Սիթին, բայց մեկ հնարավորությունից օգտվեց Բուբան, իսկ հիմա այս խաղարկումից հետո Մուրադյանի հարվածը պարզապես չընդհատավ դարպասի ուղղությամբ, կողքից դիպավ ցանցին, այլապես եթե ընդհանար գնդակը դարպասի ուղղությամբ բարդ է ասել Փրկելու էր Գասպարյան այս իրավիճակը, թե ոչ իհարկե նա շատ լավ է գրաում անկյունները, բայց շատ մոտ տարածությունից էր Մուրադյանը հարվածում, դա եւս մեկ փաստ։ Պողոսյան հաջող գնդակի խլում է Արտուր Ալավերդյան երբից հարված ու արդեն հա տեսեք Գասպարյանը խնդիրներ չունեցավ այստեղ գնդակին տիրելու գործում։ Գևորգյան փորձում է կրկին գրող կազմակերպել Ատլետիկոն Աչեզրով, ուղարկեց գնդակը Ղանդիլյանի ուղղությամբ Շատ լավ ու փափուկ փոխանցում էլ Ղանդիլյանը այստեղ կատարեց, բայց Գագիկ Ակուլյանը գնդակին չէր հասնի, այո, ամեն դեպքում Ղանդիլյանի կատարած փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց այս իրավիճակում։ Խլղացյան դեպի Մանուկ Մուրադյանը, Կոստենկով, կրկին Մուրադյան ու շատ ճիշտ փոխանցում հետևեց դեպի պաշտպանության խորք, որտեղ Արաքելյանն է Բայց այստեղ սխալ ու Ռևազյանով քիչ առաջ է ընդամենը խաղադաշտ դուրս եկել կարող է այստեղ հաջող գործողության պաշիննել, այո Ատլետիկոյի կազմում երակի փոփոխություն տեղի ունեցավ ընդմիջման ժամանակ Ազիզյանը, Ղանդիլյանն ու Ռևազյանն են մտել խաղադաշտ, այո իհարկե 3 ֆուտբոլիստներ, 3 թարմ ուժեր, ովքեր պետք է փորձեն առաջին հերթին անել այնպես, որ Ատլետիկոն հավասարեցնի այս դիմակայության հաշիվը Մանուչարյանն է գնդակով Դեպի հաչ ուղարկեց Ղանդիլյան, այո իհարկե, երբ Ղանդիլյանը խաղադաշտում է Ատլետիկոն գրեթե իր գրոնների 80%-ը իրականացնում է հենց Աչեզրով, Մանուչարյան թողեց գնդակը Մարկարյանին,
Կրկին Մանուչարյան հարվածի է իսկապես հիմա Ատլետիկոն փորձում մոտենալ, բայց առայժմ թույլ չեն տալիս City ֆուտբոլիստները, սա խաղի կանոնների խախտում էր բավական վտանգավոր դիրքում Բուբան խախտեց խաղի կանոնները Ղանդիլյանի դեմ պայքարում ու հիմա փոփոխություն է կատարում Մանչեսթեր Սիթիի մարզիչ Անատոլի Գաբրիելյանը խաղադաշտ մտան Արաքելյանի փոխարեն Ռաֆայել Ղարիբյան ու Մուրադյանի փոխարինում է Գարիկ Գիգոլյանը այս րոպեներին ու տեսնենք ստանդարտ, որը վաստակել է Ատլետիկոն բավական վտանգավոր դիրքում, իսկ Ատլետիկոն տուգանայինները շատ հաջող է իրականացնում, տեսնենք այս փորձը Մանուչարյանի ինչպես է ստացվելու, այո, երբ գնդակի մոտ են Մանուչարյանն ու Ղանդիլյանը, որ հեռացավ Մանուչարյանը գնդակից, այո, թողնելով Ղանդիլյանին միայնակ, երբ այո, այս երկու ֆուտբոլիստերից որևէ մեկը գնդակի մոտ է, դա արդեն իսկ վտանգավոր է մրցակցի համար ու տեսնենք հարվածային է դիրքը Ղանդիլյանի համար Ամեն ինչ պատրաստ է կա, Սուլիչը սա տնային աշխատանք էլ, բայց արդյունքում Գիգոլյանը այստեղ շատ հաջող դուրս եկավ զբաղեցած դիրքից ու հեռացեց գնդակ, ինչու չհարվածեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները անմիջապես դարպասին, դա կարող էր թե Ղանդիլյանը, թե Մանուչարյանը շատ բարձր մակարդակով կատարել, բայց որոշեցին այսպես ու գնդակը արդյունքում կորցրեցին Պողոսյան ուղարկեց Գիգոլյանին, ստացավ պատասխան փոխանցում ու դեպի աջ էր ուղարկում, բայց Ալեքս Մանուչյանը գրայել էր այստեղ Պողոսյանի մտահղացումը, հետո էլ գնդակը կորցրեց Ատլետիկոն եւ Սիթին այսպես կրկին պաշտպանությունում փորձում է խաղարկել գնդակը Մուրադյան դեպի ձախ ուղարկեց Ղարիբյանն է առաջին հպում իրականացնում գնդակին Բուբա կրկին Ղարիբյան տեսեք, առանց որևէ շապողականության Սիթին շատ վստահ խաղարկում է գնդակը եւ հիմա էլ Ղարիբյանը ուղարկում է որքան հնարավոր է հեռու, բայց այստեղ Մանուչյանը շատ գրագետ վարվեց, երկու դրվագում էլ թողեց Մարկարյանին գնդակը Ակուլյան բայց այստեղ հաջող պաշտպանվեցին Սիթիի ֆուտբոլիստները եւ հակագրոհում է Մանչեսթեր Սիթին 3-2 դիմաց Արթուր Ալավերդյան հարված, բայց թույլ է ստացվում Ալավերդյանի հարված, այո, բարդ է ասել Արծոք Գևորգյանը դիպավ գնդակին թե ոչ ամենայն դեպս ձախ ոտքով հարվածեց Ալավերդյան ու ուժեղ չստացվեց նրա կատարած հարվածը ամեն դեպքում Գևորգյանն էլ կարծում եմ դիպավ գնդակին ու հարվածի ուժգնությունը Իհարկե գցեց հիմա եւս մեկ փոփոխություն է տեղի ունենում Սիթիի կազմում Նարեկ Սարգսյանն է մտնում խաղադաշտ փոխարինելով Սիլա Բուբային ու տեսնենք արդեն Սարգսյանը թարմ ուժերով իշ կփորձի առաջարկել այո խաղադաշտը լքեց առայժմ հանդիպան միակ գոլի հեղինակը Բուբան ու ես նետում է Խլղացյանը բայց Մարկարյանը այստեղ առաջին արձագանքում գնդակին կրկին Ակուլյան դեպի պաշտպանության կենտրոն Գևորգյանը առաջացել է Խորքից փոխանցում, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցում ու գնդակն դուրս եկավ հետևաբար դաշտի սահմաններից կրկին Վայե Մուրադյանը կսկսի դարպասից Թողեց ոչ Խլղացյանին ով շատ լավ փոխանցեց դեպի Նարեկ Սարգսյանը դեպի կենտրոն Գիգոլյան, բայց այստեղ Ակուլյանն է խլում կատարում, այո, հասկանալի է Գիգոլյանի մտահղացումը եւ Ատլետիկոն աջ եզրով կարող էր մի փոքր ավելի արագ գրոյացնել, բայց իհարկե արդեն Ղանդիլյանի ճանապարհը փակվեց, ով ստիպված եղավ հետ ուղարկել գնդակը Գևորգյան դեպի Մարկարյանը, Մարկարյանն էլ ուղարկում է Ալեքս Մանուչարյանին Դեպի Ղանդիլյանը շատ լավ հետագից ունեցավ գնդակը Մանուչյանի փոխանցումից հետո Արտուր Ղանդիլյան սա փոխանցում էր, բայց ուժեղ ստացվեց այն Ռևազյանի համար ու արդյունքում կրկին գնդակը Ատլետիկոն կորցրեց, այո, հասկանալի է Արտուր Ղանդիլյանի մտահղացումը փորձեց հասցեագել գնդակը Ռևազյանի գլխով հարված կատարելու համար, բայց ուժեղ ստացվեց այստեղ ամեն դեպքում Ղանդիլյանի կատարած փոխանցումը ու սա դեղին քարտ է իհարկե ժամանակ ցկելու համար այստեղ Վայե Մուրադյանին Եվ այո, առաջին դեղին քարտը նույնպես ունենք այս խաղում եզրափակիչով, իհարկե դեղին քարտերը այդքան էական չեն, եթե նույնիսկ լինի վերջնամասում, ինչու եմ շեշտում վերջնամասում, քանի որ եթե հիմա տեղի ունենա կարմիր քարտի, այսպես ասած իրավիճակ, դա ցանկացած թիմի համար շատ լուրջ
խնդիրը առաջացնելու Պողոսյան շատ հաջող գնդակի խլում էր ու տեսնենք Պողոսյանի մտահղացումը փոխանցում Գիգոլյան, բայց Ակուլյանը թույլ չտվեց Գիգոլյանին հարվածելու հիմա Ատլետիկոն կարող է մի փոքր արագ գրոհ իրականացնել այստեղ էլ Ալավերդյանն է շատ հաջող պաշտպանվում եւ հետո խաղի կանոնների խախտում այո կար Ղանդիլյանի դեմ պայքարում Մանչեսթեր Սիթին խախտեց խաղի կանոնները այս իրավիճակում Ռով, դերից կա Ռով արագ է խաղալ գնա Այո, համաձայն չեն Սիթիի ֆուտբոլիստները մրցավարի կայացած որոշման հետ Ալավերդյանը խախտում էր պահանջում իր դրվագում տեղի ունեցած խախտման համար, բայց միջ այդ էր արդեն խաղի կանոնների խախտումը Ղանդիլյանի դեմ պայքարում տեղի ունեցել ու հիմա ստանդարտը տեսնենք ինչպես խաղարկի Ատլետիկոն Մարկանյան դեպի Տուգանայինի մատույցներ, բայց Վահե Մուրադյանը ապովության համար չֆիքսեց, այլ հեռացեց գնդակը հակագրոհ Սիթիից Նարեկ Սարգսյան կհասցի արդյոք այս գնդակին հասավ ու պահեց, այո շարունակությունը տեսնենք ինչպես է լինելու, բայց արդեն Ակուլյանը հաստրեց նահանջելու ստիպված եղավ հետ ուղարկել Սարգսյանը գնդակը Ղարիբյանին Ղարիբյան դեպի Գիգոլյանը գեղեցիկ փոխանցում էր եւս մեկ գրոհ, բայց այստեղ հեռացած է գնդակը ամեն դեպքում այո անկյունային հարված այստեղ վաստակում է Մանչեսթեր Սիթին Խաղարկում են անկյունային Սիթիի ֆուտբոլիստները Նարեկ Սարգսյան դեպի կենտրոն Ալավերդյան հարված Գևորգյանն իր վրա ընդունեց Ալավերդյանի հարվածը Գիգոլյան եւս մեկ փոխանցում Կոստենկով ու այստեղ Հենց Կոստենկովից այո դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից հարվածային դիրքում ամեն դեպքում թույլ չտվեցին Ատլետիկոյի պաշտպանները հայտվի Սիթիի ֆուտբոլիստերից որևէ մեկը ու Ատլետիկոն եւս մեկ գրոհ է փորձում սկսել Ակուլյան կենտրոնում է այո Ակուլյան Ալավերդյան այդ պայքարը որի մասին խոսում ենք հենց առաջի կեսում բայց այստեղ Խալխացյանը հեռացնում է գնդակը Հիմա էլ այո Ակուլյանն է ստանում դեղին քար մրցավարի հետ վիճելու համար Ես իսկ նետի Ատլետիկոն ու այստեղ անաջող փոխանցում հետևեց Եվ Խլղացյանը հեռացեց, այո, գնդակը պարզապես առաջ, բայց Գասպարյանը դուրս եկավ դարպասից ու դիրեց գնդակին նետելով Ակուլյանի ուղղությամբ Եվս մեկ փոխանցում ու այստեղ Ռեյվազյանն էր հայտվել հարվածային դիրքում, բայց Վահե Մուրադյանը նորից է հեռացնում գնդակը Ալավերդյան դեպի Սարգսյանը կարող է արագ հակագրոհել Մանչեսթեր Սիթին Սարգսյանը հարվածային է դիրքը այդպես էլ արեց Սարգսյանը, բայց Աշոտ Գասպարյանը այստեղ տիրեց գնդակին, իսկ այստեղ սխալ Ատլետիկոյի ֆուտբոլիստերի կողմից, բայց Արշակ Պողոսյանի հարվածի ճանապարհին էլ Գևորգյանն է կանգնում ու հիմա գուցե ստացվի Ատլետիկոյի մոտ Ազիզյան դեպի Ռեյվազյանը, բայց ուժեղ էր այս փոխանցումը չափից դուրս կատարված ու այո Կոստենկովը նույնիսկ չմիջամտեց գնդակին, այլ փոխարենը թույլ տվեց այն դուրս գա դաշտի սահմաններից Եվ Մանչեսթեր Սիթին նորից սկսում է դարպասից կրկին Խլղացյանն է երկար փոխանցում կատարում նորից Նարեկ Սարգսյանին ու այստեղ մեկ փոխանցում եւ հարված բայց ժպտաց այստեղ բախտը Ատլետիկոյին Նարեկ Սարգսյանի հարվածից հետո շկտրող փոխանցում կատարեց Խլղացյանը խաղընկերոջը ու Սարգսյանն էլ ամենաճիշտ որոշումը կայացեց բայց հարված այստեղ մի փոքր բարձր ստացվեց իսկ հիմա Ղանդիլյանից է գնդակը դուրս եկել այո դաշտի սահմաններից եզից նետեց Սիթին Ալավերդյան դեպի Նարեկ Սարգսյան ուղարկեց գնդակը նորից Ձախ եզրով է Սիթին գրում Գիգոլյան կաչից Կոստենկովը բայց ուշ նկատեց Գիգոլյանը խաղընկերոջը բայց շատ լավ փոխանցում Ալավերդյանին կրկին Գիգոլյան Գուցե հարվածի այդպես էլ արեց ու Գևորգյանն է փակում հիմա այդ Գիգոլյանի հարվածի ճանապարհը հիմա էլ հեռացեցին գնդակը Ատլետիկոյի ֆուտբոլիստները այո հակագրոհները կարող են այս խաղում երկու թիմերին էլ իհարկե օգտության գալ բայց այստեղ Ղարիբյանը շատ լավ է զգում պաշտպանությունում իրեն առանց որևէ իհարկե շանսի թողեց մրցակցին այս իրավիճակում եւ հիմա էլ անկյունային է Գերա Կոստենկովը վաստակում Մանչեսթեր Սիթիի համար այո 4 րոպեին Բուբայի խփած գնդակի շնորհիվ Չեմպիոնների լիգա եզրափակիչում հաղթում է 1-0 այս պահին Մանչեսթեր Սիթին Ատլետիկոյին ու 13 րոպե մինչև հանդիպան հիմնական ժամանակի ավարտը այդքան ունեն ես տրամադրության տակ
Թիմերը սա խաղարկում էր, բայց Գասպարյանը վերցեց գնդակը, հետո էլ այո, արդեն կար խաղի կանոնների խախտում։ Աշոտ Գասպարյանի դեմ պայքարում շտապում է հիմա արդեն Ատլետիկոն, դա երևում է խաղադաշտում։ Գևորգյան դեպի Ակուլյանը վտանգավոր գրոհ է, Ազիզյան հարվածում 1-1 հաշիվը հավասար է, եզրափակիչում Ազիզյանը նույնպես գոլի հեղինակ է դառնում դիմակայության հաշիվը հավասարեցնելով։ Давай, Бачеле, давай! Ռաֆայել Ազիզյան 1-1 հաշիվը հավասար է այո Ատլետիկոյի մոտ ստացվեց պատասխան գնդակը հեղինակել ճիշտ է բավական երկար պահանջվեց բաց թողած գնդակից հետո Ատլետիկոյին վերականգնել հաշվի հավասարությունը բայց ամեն դեպքում այո եզրափակիչը հավասարություն է այս պահի դրությամբ ինչը նշանակում է որ թիմերը ամեն ինչ իհարկե սկսում են 0-ից եզրափակիչում 0-0 1-1 2-2 նույնը իհարկե նշանակություն ունի այստեղ չկար արդյոք խախտում Ակուլյանի դեմ պայքարում ոչ բայց Գևորգյանն էլ շատ ճիշտ փոխանցեց Ղանդիլյանին նորից գրում է Ատլետիկո Ռևազյան հարվածում Մուրադյանն է փրկում հիմա Սիթին ինչ իրավիճակ է հիմա առաջացել Սիթի Տուգանայինի մատույցներում ամեն ինչ շատ ճիշտ արեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները բայց Վահե Մուրադյանը այստեղ փրկում է իրավիճակը եթե հիմա Սիթին բաց թողներ գնդակը ապա շատ ծանր իրավիճակ կստացվեր Սիթի ֆուտբոլիստերի համար հիմա գնդակը կլինի Ատլետիկոյինը Եզրային հետում իրականացված է Մարկարյան թողեց Մանուչարյանին Նորից Մարկարյան Բարձից դեպի Տուգանային հրապարակեց փորձում հասցակել գնդակը բայց Կոստենկովը փակեց գնդակի ճանապարհը իսկ սա խաղի կանոնների խախտում է ոչ միայն նաև դեղին քարտ Գոր Մարկարյանին խաղի կանոնները խախտելու համար այո բավական վտանգավոր հակագրոհ կասեցեց այստեղ Մարկարյանը Ու տեսնենք ստանդարտը Մանչեսթեր Սիթին ինչպես է խաղարկելու Խլղացյանն է կրկին գնդակի մոտ հեռու տարածություն նորից բայց իհարկե առաջի խաղակեսում նմանատիպ իրավիճակ եղավ ու Խլղացյանը հարվածեց անմիջապես դարպասի ուղղությամբ Այս փորձը տեսնենք կա մրցավարի Սուլիչը Խլղացյանը մոտենում է սա ցածից փոխանցում էր բայց հեռացեցին գնդակը Պողոսյանին էլ Հարվածի ճանապարհին Պողոսյանի կանգնեցին հիմա էլ Ազիզյանը փակեց Խլղացյանի հարվածի ճանապարհը ու փորձում է հակագրոհել Ատլետիկոն Մանուչարյանը անցումը ստացվեց դեպի Ազիզյանը փոխանցումն էլ կա վտանգավոր է ու արդեն Ատլետիկոն հաղթողի կարգավիճակում է Ալեքս Մանուչարյանը 2-1 այո հակագրոհ այսպես են իրականացնում Ատլետիկոյի ֆուտբոլիստները Ալեքս Մանուչարյան 2-1 հիմա արդեն Ատլետիկոն եզրափակիչում հաղթողի կարգավիճակում է հայտնվում Սիթին է առաջին անգամ այս խաղում պարտվողի կարգավիճակում է ու տեսնենք վերջին 10 րոպեներն են մնացել հանդիպման ավարտի ու տեսնենք այս 10 րոպեներում կողմերից որևէ մեկը ինչ կառաջարկի առաջին հերթին պետք է մտածի իհարկե հաշիվը արդեն հավասարեցնելու համար Սիթին հիմա էլ կարծես Խլղացյանն է դեղին քարտ ստանում այո Խաղիկը այստեղ փորձավարի հետ վիճելու համար կարծում եմ Կա մրցավարի Սուլիչը կարելի է խաղարկել գնդակը Այո, նույնիսկ դարպասապա Մուրադյանն է առաջացել ու խաղարկում այստեղ գնդակը խորքից փոխանցում հեռացված է ու նորից հակագրոհում է Ատլետիկոն Ռևազյանն է ձախ եզրում Փոխանցեց նույնիսկ այո այս բարդ իրավիճակում, բայց Ղարիբյանը
Այստեղ իր վրա ընդունեց գնդակը կրկին Խլղացյան դեպի Մուրադյանը գեղեցիկ ստացվեց Մուրադյանի մոտ ճրջվումը, բայց այստեղ էլ շարունակություն չստացվեց, Ռևազյանն էլ աջող է գործում, դուրս չի եկել գնդակը ամենայն դեպս դաշտի սահմաններից Խլղացյան դեպի Կենտրոն շարժվեց Արթուր Ալավերդյան ձախից կա Սարգսյանը ստացավ Նարեկ Սարգսյանը գնդակը բայց այստեղ մեծ Մանուչյանն է կանգնում գնդակի ճանապարհին եզից է նետելու հիմա արդեն Սիթին Ղարիբյան, կրկին Նարեկ Սարգսյան ու նորից Մանուչյանը հեռացեց գնդակ, այո 8 րոպե մինչև հանդիպանը հիմնական ժամանակի ավարտը այդքան ունի տրամադրության տակ Մանչեսթեր Սիթին խուսափելու պարտությունից եզրափակիչում այդքան ունի տրամադրության տակ Ատլետիկոն պայելու առավելությունը սա կրկին խաղի կանոնների խախտում է Թոմաս Սարգսյանի կողմից, այո, այստեղ խախտում կատարեց Սարգսյանը Խլղացյանի դեմ պայքարում Ու տեսնենք, հիմա էլ Գերա Կոստենկովն է պատրաստվում հարվածել, ճիշտ է Ղարիբյանն ու Սարգսյանը կրկին գնդակի մոտ են հեռացավ Ղարիբյանը իհարկե պետք է փորձեն Սիթի ֆուտբոլիստները արդեն որքան հնարավոր է հարվածել դեպի դարպասը Կասուլիչը Կոստենկով հարված պատն իր վրա է ընդունում Կոստենկովի հարված ու եզից է նետելու Մանչեսթեր Սիթին Այո, եթե Սիթին խփի մեկ գնդակ ու 2-2 ավարտվի հանդիպումը, ապա կդիտենք հետ խաղային 11 մեծանոց հարվածաշար, բայց եթե Ատլետիկոն գնդակ բաց չի թողնում, ապա Չեմպիոնների լիգայի հաղթողը հենց իհարկե հիմնական ժամանակում կորոշվի, հիմա Աշոտ Գասպարյանը կսկսի դարպասից, հիմա արդեն սցենարը փոխվեց Ատլետիկոն չի շտապում բնականաբար, ինչ իրավիճակ է հիմա Մուրադյանը այստեղ սխալվեց, բայց Թոմաս Սարգսյանի հարվածն էլ չստացվեց Հիմա եթե Ատլետիկոն խփեր երրորդը, ապա կարծում եմ հաղթողի հետ կապված բոլոր հարցերի պատասխանը կարող էր տալ, բայց դա տեղի չունեցավ, ինչը նշանակում է, որ Սիթին պետք է շարժվի առաջ, Ղարիբյան դեպի Նարեկ Սարգսյանը, այստեղ Մանուչյանն է հաջող խլում կատարում գնդակի, ուղարկեց Ազիզյանին դեպի Ռևազյանը, 3-1, դա պատկում է Ատլետիկոնի առավելությունը Գուրգեն Ռևազյան 3-1 դարձավ հանդիպան հաշիվը, այո, այսպես ասած, օգտվեցին իրենց հնարավորությունից Ատլետիկոյի ֆուտբոլիստները ու շատ քիչ ժամանակ է մնում հիմա արդեն Մանչեսթեր Սիթին, արդեն ոչ թե 1, այլ 2 գնդակ հեղինակելու համար, ինչը արդեն գնալով էլ ավելի է Բարթանում Սիթիի ֆուտբոլիստերի համար, այո, չօգտագործեց Սիթին հնարավորությունները 1-0 հաշվի պայմաններում եւ այսպես Ատլետիկոնի գրեթե բոլոր հնարավորությունների երկրորդ խաղակեսում գոլի է վերացում ու 3-1 դարձում հանդիպման հաշիվը արդեն հիմա հստակ երևում է արդեն Ատլետիկոն չի շտապում, բայց արդեն հակառակ պատկերն է Սիթիի տեսանկյունից Կոստենկով քիչ էր մնում հիմա էլ Կոստենկովը սխալվեր Ղարիբյան Հիմա ինչ իրավիճակ է Սիթիի Տուգանայինի մատույցներում, բայց ստացվեց ամեն դեպքում դուրս գալ պաշտպանությունից Սիթիի մոտ Նարեկ Սարգսյան Սարգսյանը այստեղ 3 հոգու մեջ հայտնվեց Սարգսյանը կորցրեց գնդակը Մանուչարյան ու այստեղ հիմա Փրկվում է Սիթին, ինչու չհարվածեց Մանուչյանը, ճիշտ է, հասկանալի է, փոխանցեց Ազիզյանի, որպեսզի դատարկ դարպասը գրավի Ազիզյանը ու ստացվեց այնպես, որ Մանուչյանի փոխանցումը բավական ուժեղ ստացվեց, հիմա կրկնակի փոփոխություն է կատարում Մանչեսթեր Սիթի գլխավոր մարզիչ Անատոլի Գաբրիելյանը, Պողոսյանն ու Բուբան վերադառնում են խաղադաշտ փոխարինելով Կոստենկովին ու Նարեկ Սարգսյանին, ու տեսնենք այս վերջին րոպեներին Ինչ կառաջարկեն Բուբան ու Պողոսյանը թարմ ուժերով խաղադաշտ դուրս գալով Ղարիբյան ուղարկեց գնդակը Խլղացյանին Դեպի Տուգանային հրապարակ Գևորգյանն է հիմա հեռացնում գնդակը Ակուլյան ու արդեն հեռացնում է որքան հնարավոր է հեռու գնդակը Գագիկ Ակուլյանը, բայց այստեղ առաջինը Խլղացյանն էր, այո խառը Իհարկե ֆուտբոլը հիմա ընթանում եւ այստեղ Սահակյանից գնդակը դուրս եկավ այո դաշտի սահմաններից, ինչը նշանակում է որ եզից կնետի Ատլետիկոն Մարկարյան Ռևազյանին է հասցեակում գնդակը
Բայց գնդակներ Ռևազյանը շատ լավ փոխանցում Թոմաս Սարգսյանին, Սարգսյան վտանգավոր իրավիճակ է հասցրեց գնդակը Մանուչարյանին ու Մուրադյան այստեղ փրկում է, չի ավարտվել այսքանով Ատլետիկոյի գրո Ազիզյան։ Տեսնենք ինչ որոշում է կայացնում Ազիզյանը լավն էր փոխանցումը Ակուլյան հարված բարձր է ստացվում Ակուլյանի այս փորձու հիմա արդեն գնացինք վերջին 5 րոպեները միասին դիտելու այս հանդիպան հիմա եւս մեկ փոփոխությունը Սահակյանի փոխարեն Գիգոլյանը մտավ խաղադաշտ այո Սիթին իհարկե հիմա փորձում է Գաբրիելյանը փորձում է հարցակման գիծը որքան հնարավոր է ուժեղացնել բայց արդեն Ատլետիկոն շատ ամուր է պաշտպանվում այս րոպեներին իհարկե երկու գնդակի առավելություն եթե մեկը ստացվի Սիթիի մոտ խփել ու դա հնարավոր է ապա ժամանակի տեսանկյունից պարզապես կարող է Սիթին չհասնել անկյունային հիմա կիրականացնի Մանչեսթեր Սիթին խաղարկված է գնդակը Գիգոլյան այստեղ էլ փակվեց Գիգոլյանի արվածի ճանապարհը Ակուլյանից ոչ Ակուլյանից չէ գնդակը դուրս գալիս դաշտի սահմաններից այլ հենց Գիգոլյանից ու այո չի շտապում արդեն Ատլետիկոն եսից կնետի Ատլետիկոն Մարկարյան դեպի կենտրոն ուղարկեց Գևորգյանի ուղղությամբ գնդակը Գևորգյանն էլ դեպի ավելի աճ Ալեքս Մանուչարյան Բուբան է նրան դիմավորել բայց Մանուչարյանի մոտ ստացվեց փոխանցում կատարել դեպի Ձախեզր Մարկարյան դեպի Տուգանայինի մատույցները փորձում ուղարկել գնդակը բայց Խելգացյանը դա թույլ չտվեց Ինչը այստեղ Ակուլյանը հեռացնում է գնդակը պարզապես դաշտի սահմաններից դուրս այո ավելորդ ռիսկերից խուսափելու համար Մուրադյան թողեց Գիգոլյանին Խելգացյան ու այստեղ էլ Ռևազյանն է կանգնում գնդակի ճանապարհին եւ ինչ հաջող փոխանցում դեպի Ռաֆայել Ազիզյանը այստեղ Ալավերդյանն է միջամտում պայքարին հետո էլ ստիպեց Ազիզյանին խախտել խաղի կանոնները այս իրավիճակում այո շատ ճիշտ դիտկավորվեց Ալավերդյանը Եվս մեկ դեղին քարտ ենք տեսնում խաղադաշտում կարծես Ռևազյանն է հիմա էլ պատժվում դեղին քարտով այո միտումնավոր գնդակի ճանապարհը փակելու համար ու Խելգացյանը ստանդարտ է իրականացնում խորքից փոխանցում Գևորգյանը այստեղ էլ հասցրեց հեռացնել գնդակը Պողոսյանի գլխին չնստեց այսպես ասած գնդակը եթե հարված էր Պողոսյան ապա կարծում եմ շանս չէր ունենա ոչ ոք այս իրավիճակում իսկ Մանուկ Մուրադյանի փորձը ներողություն հիմա շեղությամբ է ստացվում ու 3 րոպեից ավելի քիչ ժամանակ է մնացել հիմնական ժամանակի ավարտին այդքան ունի Ատլետիկոն պահելու իր առավելությունը այդքան ունի Սիթին իհարկե մտածելու այս հանդիպումը փրկելու մասին, բայց կարծում եմ ինքներդ լավ հասկանում եք, որ ամեն ինչ արդեն գնալով էլ ավելի է բարդացել Սիթիի համար արդեն շանսեր չկան հիմա Բուբան խախտեց խաղի կանոնները, շանսեր չկան այն տեսանկյունից, որ ժամանակը պարզապես չի ների այս իրավիճակում եւս մեկ դեղին քարտ այստեղ կարմիր քարտ ենք նույնիսկ այո խաղադաշտում տեսնում Խելգացյանն է հիմա էլ հեռացվում խաղադաշտից երկրորդ դեղինով ու արդեն Սիթին մնում է խաղադաշտում մեկ ֆուտբոլիստ պակաս Այո, հիմա արդեն կարող ենք վստահությամբ փաստել, որ Ատլետիկոն չեմպիոնների լիգայի չեմպիոնն է, այո, 2 րոպե ու Սիթին մեկ ֆուտբոլիստ պակաս լինելով կարծում եմ արդեն չի հասնի Մարկարյան այս փորձը բարձր է ստացում եւ դա մեծ հաշվով արդեն չի հետաքրքրում Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստերին Բուբան է գնդակով Բարձից փոխանցում այստեղ էլ Գասպարյանը խնդիր է չունեցավ գնդակին տիրելու գործում, այո, հիմա արդեն չի շտապում Գասպարյանը, Ալեքս Մանուչարյան Շատ լավ փոխանցում է նախապատրաստել Մանուչարյանը, բայց Ազիզյանին գնդակը չհասավ Պողոսյան Գիգոլյանի հետ պատխաղարկում, այստեղ Մարկարյանը փորձեց հեռացնել, չստացվեց, փոխարենը դա արեց Ակուլյանը ու դուրս չի եկել, այո, գնդակը դաշտի սահմաններից պետք է շարունակել հանդիպումը Արշակ Պողոսյան եւս մեկ փոխանցում, հիմա արդեն անկյունային կիրականացնի Մանչեսթեր Սիթին, բայց փոփոխություն է տեղի ունենում հիմա
Ատլետիկոյի կազմում այո դարպասապայի փոփոխություն Աշոտ Գացպյանը լքում է խաղադաշտ ու նորամուտի խաղում Ատլետիկոյի դարպաս այս վերջին րոպեներին կպաշտպանի Սևա Գալստյան այո սա նրա առաջին հանդիպումն է ԱՖ-ում Ատլետիկո Երևանի կազմում ու այսպիսի նորամուտի խաղ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում որտեղ Ատլետիկոն արդեն հաղթում է 3-1 հաշվով Գիգոլյան այստեղ էլ ձախողեցին Խաղարկումը հետո էլ Մարկալյանն է ստանում դեղին քարտ ու կարմիր քարտ նաև Մարկալյանին այո երկրորդ դեղինով էլ Մարկալյանն է հեռացվում խաղադաշտից ինչ է կատարվում հիմա խաղադաշտում թիմերը կրկին քանակական հավասարություն ունեն խաղադաշտում այո մեկ ֆուտբոլիստ պակաս էր մինչ այս Սիթին բայց հիմա արդեն Մարկալյանը հեռացվեցում Թիմերը երկուսն էլ մեկ ֆուտբոլիստ պակաս են խաղադաշտում Պողոսյան ցածից փոխանցում Բուբա հարված Գևորգյանը Փագում Գիգոլյանն էլ հարվածեց ու կարծես Թոմաս Սարգսյանը կանգնեց գնդակի ճանապարհին հեռացված է գնդակը ու վերջ եզրափակիչ ավարտված է Ատլետիկո Երևանը Չեմպիոնների լիգայի չեմպիոնն է եզրափակիչում հաղթեց Մանչեսթեր Սիթին ծանր խաղում 3-1 հաշվով Ատլետիկոն այո հիշեցնեմ ովքեր դարձան այս խաղում գոլերի հեղինակները նախ Բուբան բացեց հաշիվը Սիթիի համար բայց երկրորդ խաղակեսում Ազիզյանը խփեց պատասխան գնդակը հետո Մանուչարյանը առաջ բղեց հաշվի մեջ Ատլետիկոյին իսկ Ռևազյանի խփած գնդակը ամենավորոշիչը դարձավ այս խաղում 3-1 Ատլետիկոն Չեմպիոնների լիգայի չեմպիոնն է շնորհավորում ենք Ատլետիկոյի ֆուտբոլիստերին ծափարություններ Մանչեսթեր Սիթիին այս հետաքրքիր ու դիտարժան մրցաշարի համար որը անցկացեց Մանչեսթեր Սիթին բայց այո գավաթը կհասնվի րոպեներ անց Ատլետիկո Երևանին